Բարև ձեզ, հարգելի հայեր, անունս Կենաս է, դրսում ցուրտ է, քամի է ամպրոպ, բայց չեմ դադարեցնելու, ինչ եմ ուզում ասել, ամենակարևորը, կխնդրեմ, սա ժամանակավորապես անջատեք, եթե չեք դիտել առաջին և երկրորդ մասերը, եթե դիտել եք շարունակեք, բայց եթե չեք դիտել, դիտեք առաջին մասը, երկրորդ միջանկյալ և կարճատև մասը, նոր անցեք այս երրորդ և վերջին մասի դիտմանը։ Անունս Կենաս է և չեմ սիրում կենացներ։ Անունս վերջանում է Ս հնչյունով, ինձ կարող եք գտնել տարբեր հարթակներում, Facebook-յան, YouTube-յան և Instagram-յան հարթակներում, այլ հարթակներում դեռևս չկամ, այդ կարևոր էլ չէ։ Ինչն է կարևոր։ Առաջին մասում կատարել եմ շեշտադրումներ, նույն շեշտադրումները չեմ կատարի այս անգամ, բայց մի հետաքրքիր մեկնաբանության հանդիպեցի, մեկը գրել էր Հայաստանի հայի նման չես խոսում, հայի տիպիկ արտաքին չունես։ Եվ ես ցանկանում եմ սկսել այսպես ասած, մտքից։ Որն է հայի տիպիկ արտաքինը կամ Հայաստանի հայի խոսույթը որն է։ Արա հորս արև շան տղալն եմը, կամ շնորհակալ եմի փոխարեն պետք է ասես մերսի։ Եկեք բարևի փոխարեն էլ ասենք կոնիշուա, օրինակ, կամ բոնժուր։ Պրծնենք գնանք ես աշխարհի երեսից։ Իմ նախնին ինձ կտակել է Եղիշե Չարենցի գիրք ճանապարհի գիրքը առաջին հրատարակության, իսկ շատերի նախնիները նրանց ժառանգներին կտակել են մերսին։ Շատերի նախնիները առաջադեմ երևալու համար շնորհակալ եմ բառի փոխարեն ասել են մերսի, այդ մերսին կտակել են իրենց որդիներին, զավակներին, զավակներն էլ կտակել են իրենց որդիներին։ Իմ նախնին ինձ կտակել է Եղիշե Չարենցի գիրք ճանապարհի գիրքը, առաջին հրատարակության արգելված գիրքեր աքսորում էին, այդպիսի նախնի եմ ունեցել։ Իսկ մեր նախահայրը Զորավար Անդրանիկի հետ կռվել է թուրքերի դեմ, եղել է նրա լավագույն քաջերից մեկը, չնայած իր PR-ով չի զբաղվել։ Եվ շատ հիշատակումներ չկան, ինչպես ես էլ չեմ զբաղվել իմ PR-ով, շատերը չգիտեն, որ ես 44 օրյա պատերազմի մասնակից եմ և գնալուց առաջ էլ շատերը չեն իմացել։ Մի զավեշտալի դիպված կա, պատմեմ, 2 տարի անցել էր արդեն, առավել նվազ 1 ամիս, առավել նվազը պլյուս մինուսն է, էլի, հայեր, Հայաստանի հայի նման չես խոսում, պլյուս մինուս պետք է ասես, որպեսզի Հայաստանի հայի նման խոսես, ինչև է, մեր բակից էր ապշահար երիտասարդը, հիմա չգիտեմ էլ ապրում է մեր բակում թե ոչ, շատերը փոխվել են, չվել են տակ-տակ երկրներ և այլն։ Ուրեմն ապշահար հայացքով նայեց ինձ և այդ ապշահար հայացքին հետևեց հարցը. ախպերս դու 44 օրյա պատերազմին էլ ես մասնակցել։ 44 օրյա պատերազմին ես մասնակցել։ Ասացի հա,
Ասում ես նոր եմ իմանում։ Գիտեք ինչու էր նոր իմանում, որովհետև ես 2 հոգու էի տեղեկացրել, երկուսն էլ այժմ ապրում էին արտասահմանում եւ շատերը չգիտեին։ Եվ ես համոզված եմ, որ մեր թաղի մարդիկ նույնպես չգիտեն։ Չգիտեն եւ կա 2 պատճառ, թե ինչու չգիտեն, որովհետեւ ես իմ PR-ով չեմ զբաղվել, բացի այդ, շատերն անտարբեր են, շատերը քեզ սենց բարևում են զզվանքով, ըստ երևույթին գիտեն, որ դու 44 օրյա պատերազմի մասնակից ես եւ նաեւ գիտակցում են, որ նրանք չեն մասնակցել այդ պատերազմին, թե ինչ կարևոր է ով է մասնակցել, ով չի մասնակցել, դու այդքանը չես կարևորում, քեզ վեր չես դասում, բայց նրանք զզվելով են բարևում, արհամարում են մի կերպ, հա, դե երաբլուրում թաղված չես էլի, որ կենացդ խմեն, ասեն, կենասի կենացը։ Ինչևէ, ուրեմն այն շեշտադրումները, որոնք կատարել եմ, չեմ կրկնելու, բայց այս հայի տիպիկ արտաքինը Գարեգին նժդեհն է ունեցել հայի տիպիկ արտաքին։ Նույն բեղերից թուրք հրամանատարներն էլ էին պահում։ Եվ զորավար Անդրանիկն է եղել հայի տիպիկ արտաքնով։ Նույն բեղերից եվրոպական տարբեր ազգերի ներկայացուցիչներ պահում էին այդ ժամանակներում։ Բեղերի այդ ձևը պապենական չէ, սխալվում եք։ Որն է այդ տիպիկը, Կոմիտասն է ունեցել հայի տիպիկ արտաքին, թե Մինասը։ Չեմ դադարեցնելու, կայծակն էլ խփի, ասելիքս ասելու եմ, որովհետև վերջնական ասելիքս է։ Խոյի հայերը լրիվ այլ արտաքին են ունեցել, Վանի հայերը լրիվ այլ, Ջավախքի հայերը թիկնեղ են եւ մկանուտ, փոքր-ինչ ճարպոտ, երբեմն արական սերի ներկայացուցիչների մասին եմ նշում, որովհետև իգական սերի ներկայացուցիչների հետ որպես այդպիսին շատ չեմ առնչվել, ուսանողական տարիներիս ջավախցիների հետ շփվել եմ, ընկերություն եմ արել, կարսեցիները ոչ այնքան թիկներ են, որն է տիպիկ հայկական արտաքինը, ի վերջո, չկա այդպիսի արտաքին, գիտական հիմքով պատասխան տվեք, մնացածը պատրանք է, տգիտություն, կապույտ աչքեր պետք է ունենայի, մեծ աչքեր, գուցե շեք մազեր պետք է ունենայի, ինքս ազնվական տոհմից եմ, նախնիս եղել է ազնվական, նախնիներս եղել են ազնվական, որն է այդ տիպիկ հայի արտաքինը։ Ինչու ենք մենք այսքան իրար ատում։ Ինչու ենք քմծիծաղ տալիս։ Ինչու ենք իրար ատում։ Որն է մեր տեսլականը։ Հենց նոր 3 հոգի անցան, քմծիծաղ տվեցին, գնացին։ Որն է մեր տեսլականը։ Քմծիծաղը թուրքերի տեսլականը մեծ թուրանն է։ Մենք սենց իրար ատելով իրենց ջրաղացին ջուր ենք լցնում, կեղտոտ ջուր, գլխների ձուն գա, անձրև գա, ամպրոպը հարվածի, կայծակը հարվածի մի քիչ աշխատի ես ուղեղը, ինչու ենք մենք իրար ատում այսքան։ Հնարավոր չէ այսպես ապրել անընդհատ, հնարավոր չէ, քո խելքով չես կարողանում ընդունվել անվճար, անվճար միավորներ ես վաստակում, բայց կաշառակեր ծնողների պատճառով, որոնք
կաշառք տալով ամրագրել էին իրենց զավակների, որդիների տեղերը, ես չեմ կարողացել ընդունվել անվճար հանրապետականների կառավարման տարիներին։ Ինչու չեմ կարողացել։ Ես չեմ ուզում հաջորդ սերունդներն էլ տուժեն այս համակարգից, կեղծ, ոչ հայեցի, սիրո մթնոլորտ չկա, շատերը ատում են իրար, ղժում են։ Հայաստանում 3 կամ 4 ալգորիթմներ են գործում. ղժալու, չարախոսության, բամբասանքի և պաթոսի։ Արժեքավորը չի տարածվում։ Եթե հանգիստ խաղաղ ձայնով պատմում ես, ինչ-որ գաղափար ես բացատրում, չի տարածվում։ Արժեքավոր գրականություն ես ստեղծում, չի տարածվում։ Բանաստեղծություններ ես գրում, չեն տարածում։ Ծանոթներդ քեզ ճանաչելով չեն տարածում։ Ազգակից բարեկամներդ չեն տարածում։ Երևանաբնակ լինելով Երևանում եմ ծնվել։ Գրել եմ գութաներգ Սյունյաց բարբարով 21-րդ դարում։ Խենթություն է, չէ՞։ 44 օրյա պատերազմին մասնակցելուց հետո 2 տարի անց այդպիսի հյուս է ծնվել և գութաներգ է ծնվել։ Ես չեն տարածում, չեն տարածել, տեսել են, չեն տարածել։ Դուք սիրում եք են կիսամտավորական բանաստեղծներին, որոնք հաղորդման ժամանակ ասում են պետք է հասկանան, որ ինձ հետ պետք է լուսանկարվել, հա? Այն մարդիկ, որոնք տարբեր երաժշտական հաղորդումների ժամանակ ոչ շնորհալի, այսպես ասած, երաժշտական շնորհ չունեցող հայ երիտասարդների վրա ղժալով փորձել են շատացնել այդ հաղորդման դիտումները, որպեսզի հանգստյան օրերին իրենց կարողանային թույլ տալ սաղմոն ուտել իշխանի փոխարեն, սաղմոնի մեջ օմեգա 3-ն ավելի շատ է, չէ՞, իշխանի մեջ ոչ այնքան։ Ասենք, կարևոր չէր այդ երիտասարդները կգնային, կամրջից կնետվեին, կընկնճվեին, ինչ կանեին, բայց այդ կիսամտավորական բանաստեղծը, որի գրածների հիման վրա գրված երգերը դուք լսում եք, հանրապետականների կառավարման տարիներին լավ ղժում էր երաժշտական շնորհ չունեցող հայ երիտասարդների վրա, որպեսզի դիտումները շատանային, որպեսզի նա կարողանար իրեն թույլ տալ սաղմոն։ Եվ այդքանից հետո համարձակվել է ասել, որ ինձ հետ պետք է հասկանան, պետք է լուսանկարվեն։ Մի քիչ փոխում եմ էլի միտքը, բայց միտքը նույնն է։ Այսինքն նույն բառերով չի ասել։ Հասկացաք, չէ՞, ում մասին է խոսքը։ Հայրս ես ձեզ հետ կլուսանկարվեմ։ Եվ իմ ստորագրությունը տալու փոխարեն կվերցնեմ ձերը։ Պարզ է տարբերությունը հոգևոր մակարդակների։ Բայց չեք տարածում։ Տարբեր գաղափարներ եմ հրապարակել։ Շատերը կարդացել են, սնվել, առաքել եմ այդ գաղափարները, ավելի մեծ լսարան ունեցող ծանոթներ ունեմ, Ձենով Վոհանը, Պաթոսով, որ իմ գաղափարներից սնվելով կատարում էր իր հրապարակումները,
հղում չէր տալիս, տարիներ շարունակ հղում չի տվել, շատերը կարծել են, որ նա շատ խելացի է, հանճարեղ, մի քանի պտղունց պաթոս էր լցնում գաղափարներից վրա և ավելի շատ արձագանքներ հավաքում և իր նման շատերը։ Էս է, պատերազմի դաշտում էլ են այդպիսիք հանդիպել։ Շատերի մոտ հարցեր են չէ առաջացել առաջին մասը դիտելուց հետո։ Ինչու եմ ես մենակ անցել թշնամու թիկունք։ Ինչու չեմ այդ գործողությունն արել մարտնկերներիս հետ ի վերջո, կարող էի, չէ։ Որովհետև չեմ տեսել այնպիսի մարդկանց, որոնց հետ արժեր։ Կատարել եմ հիմար քայլ, մենակ գնալը եղել է հիմարություն, խոստովանում եմ, բայց իմ որոշումներ, իմ վրեժներ, քարվաճառում, երբ ես տեղեկացա, մեզ տեղեկացրեցին, որ սևակ խոյեցին չկա, ես այդ ժամ չգիտեի, որ մանկությանս ընկերն էլ այլևս չկա, Եվգենի Գորոդնիչին։ Չգիտեի, որ Աբրահամ Մարուխյանը չկա, մեր աբոն, ռազմական հավաքների ենք մասնակցել իրար հետ։ Եթե իմանայի, 23-ով չէի բավարարվի, կարող է հետ էլ չվերադառնայի։ Այդ պահին ինձ հետաքրքիր չի եղել դրանց ժետոնները պոկելը, դրանց դեմքերին էլ ես չեմ նայել։ Այդ պահին ինչ է իմ մտքով անցել, ոչ հայրենիքն է անցել, ոչ ծնողներս են անցել, ոչ մեկ է անցել, ես այդ ժամ մարդ էլ չեմ եղել, ոչ էլ նրանք էին մարդ, նրանք ավելի գազան էին, գազանների եմ ոչնչացրել, ոչ թե ինչ-որ մարդկանց, բայց խոսում ես այդ մասին, մարդիկ չոր անտարբեր, չոր հիմար բաներ են տարածում, անհետ է այս ամենը, ինչու չեմ գնացել մարտնկերներիս հետ, որովհետև չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, ասում էիր նռնակը մեղրամոմի լարով կապիր, մեղվա պահի տուններ ցույց էիր տալիս, ասում էիր կգտնեք, տեսել եմ, տուկի սպիտակ թելով էին կապում, ինչպես կլիներ ինձ լսեին, հպարտ էին, որ հայ էին, և այդպիսիք տարբեր հաղորդաշարերում հայտնվել են, տարբեր հաղորդումներ են նկարել նրանց մասին, իմ բաժին պատերազմը, հետ է եղել իրենց բաժին պատերազմը, ինձ չլսելը և նռնակը տուկի թելով կապելը, որ թշնամին ճեղքել անցել էր, չէր տրաքել, բայց եթե ինձ լսեին, թշնամին կտրաքեր, զոհեր չէինք տա, տամ անուններ չեմ տա, բայց այս նույն մարդիկ կենասի բարեկրթությունը չունեն, նրանք բան բասել են, ինձ համբավազրկել են, և ես բոլովակը այդ պատճառով էլ եմ որոշել նկարահանել, այս ձևաչափին որոշել եմ անցնել հենց այդ պատճառով, որովհետև այս ամենը գրելով չես կարող փոխանցել։ Շատերը դրսում ապրելով վերջին պահին եկել էին հայտնվել ռազմաճակատում, նրանց մասին նկարահանեցին իմ բաժին պատերազմը հաղորդումներ, կարգապահությունը կարևոր չէ, և շատերն էլ իրենց թույլ կտան այսպիսի թյուր կարծիք, որ նրանք ոգևորող կերպարներ են։ Ի՞նչն է ոգևորող, անկարգապահ լինելը, իմ ոչ հայր ծնողը, ոչ մայր ծնողը,
ոչ ուսուցիչներս, որևէ մեկը չի ստիպել ինձ լինել կարգապահ։ 9 տարեկան հասակում վարդանանքն եմ կարդացել, վաղ երիտասարդության տարիներին ձեռք եմ բերել Կոմիտասի Արթուր Շահնազարյանի Կոմիտաս գիրքը, Կոմիտասի կենսագրությունն է։ Ճանաչում եք Կարո Չալիկյանին, հարգելի հայեր, տիպիկ հայեր, իր գիրքն էլ ունեմ, ձեռք եմ բերել։ Կոմիտաս գիրքը ձեռք եմ բերել, առաջիններից էի, ով ձեռք է բերել։ Վարդանանք գիրքը կարդացել եմ 9 տարեկան հասակում։ Կարդացել եք այդ տարիքում։ Ինչն է ինձ ստիպել։ Գուցե հայ չեմ։ Այդ պատճառով եմ կարդացել։ Գուցե եղել եմ ոչ հասուն։ Ինչու չեմ ղժում շատ տարբեր մարդկանց վրա։ Գուցե հասուն չեմ։ Չգիտեմ, ասելիքը շատ է։ Դու չես կարողանում, անգամ ռազմադաշտում կարծելով, որ այնպիսի մարդկանցով է շրջապատված, որոնց հետ դու պետք է միասնական լինես, այնպիսի տպեր են հայտնվում, որոնք քեզ ասում են դու, չգիտեմ, այդքան չկաս, օրինակ, բայց ասենք պահեստատուփը վատնում են նորաթուխ ծառերի վրա, թշնամի չկա, պոնտերով, բաներով, այս պոնտերն է, Հայաստանում այս պոնտերն է գործում։ Պոնտեր, միայն պոնտեր է, պաթոս, պոնտեր, ապե, բան, սենց բան, բոլորը ուժեղ տղերք են։ Տեսեք, ես չեմ ասում, ես ամենաուժեղն եմ, կամ ամենահանճարեղն եմ, կամ չգիտեմ, ասում եմ այսպիսի բան, կամ ասեմ, ես հայ եմ, դուք ոչ, հայերս, թուրքերն ունեն տեսլական, մեծ թուրանը, մենք չունենք, մեր միակ տեսլականը իրար ատելն է, ռազմի դաշտում էլ ենք իրար ատում, իրար չենք աջակցում, ոչ արժանիները ավելի բարձր աստիճաններ են զբաղեցնում, նրանց նշանակում են, շատերի զինվորական գրքույկներում գրված է դասակի հրամանատար, բայց այդ դասակի հրամանատարը չգիտեր, որ գնդացրի այդ համար փորվող այդ խրամափոսը կամ, չգիտեմ, ինչպես է գրագետ տարբերակը մոռացա, չես կարող 7 մետր հետ փորել հիմնական խրամաբջիջներից, որովհետև եթե հետ ես փորում, կարող է մարտնկերներիդ կրակես, գալիս ասում է փորեք, չես վիճում, գիտես որ սխալ է, փորում ես, որովհետև արդեն զզվել էի այդ դիտողություններ անելուց, իրենք էլ էին զզվել, բամբասում էին, չգիտեմ, հրամանատարությանը բողոքում էին, որ այ այսպիսի բաներ է ասում, բայց հետո Վաշտի հրամանատարը գալիս էր, ասում էր սխալ եք փորել, տղերք, այնտեղ պետք է փորեք, և դու ուժասպառ լինելով, ուժասպառ եղած, գնում էիր, նորից էիր փորում, և այսպիսի մարդկանց զինվորական գրքույկներում գրված է դասակի հրամանատար, այն ուսանողական տարիներին դու չես կարողանում անվճար սովորել, որովհետև կաշառակեր ծնողները ամրագրում են իրենց տղաների, որդիների տեղերը, որոնք չէին առաջադիմում, բացահայտ հայտարարում էին, նրանց զրույցը լսել են, որ կաշառք են տվել և ուսման ընթացքում էլ այդ կաշառքը տալիս էին,
Իսկ դու չես կարողանում։ Անգամ ռազմաճակատում չես կարողանում։ Հասկանում եք, շարժիչ ուժը ինչքան մեծ է եղել, ինձ շարժող ուժը ինչքան մեծ է։ Իմ ներուժը շատ բարձր է, բայց այս հայաստանյան այս մթնոլորտում դու չես կարողանում տարածել քո թևերն ամբողջությամբ, որովհետև կիսամտավորական բանաստեղծները կարծում են, որ նրանց հետ պետք է լուսանկարվել, ղժում են երաժշտական շնորհ չունեցող երիտասարդների վրա։ Այդ պատճառով ես երաժշտական շնորհ ունենալով հանդերձ ես չեմ մասնակցել այդ երաժշտական մրցույթներին, որովհետև այդպիսի մարդիկ ինձ չէին կարող, ասենք, դատել, էլի։ Ինչու մասնակցեի։ Շատ բան կարելի է ասել։ Կարող էի այլ միջավայրում ձևակերպել այսքանը։ Հայաստանում ապրում ես, ազնիվ ես ապրում, քեզ համբավազրկում են։ Այդ նույն մարդիկ, որոնց անունները չտվեցի, որոնց հանդիպել եմ ռազմաճակատում, կենասի բարեկրթությունը չունեն, նրանք բան բասել են, նրանք համբավազրկել են, եւ սա իմ ապահովագրությունն է։ Ինչու չեմ նրանց հետ գնացել եւ մտել թշնամու թիկունք։ Իմ հետ պատերազմյան ընկճախտը ինչով էր պայմանավորված։ Այս սրանով, որ դու չես կարողանում քեզ դրսևորել, որովհետև կաշառք տվող տպերն են, ռազմաճակատում ծանոթով տպերն են, բջերն են, որ գալիս են, ուզում են չոր Երևան բան, բայց չեն ճգնել, չէին ճգնել։ Ես չեմ ուզում տեսնել չճգնող հայ ժողովուրդ։ Մենք պետք է ժառանգենք աշխատասիրությունը հաջորդ սերունդներին, մենք պետք է այդ ժառանգությունը թողնենք, ոչ թե իրար ատելը, չգիտեմ, ազնիվներին արհամարելը, ես չգիտեմ էլ ինչ ասեմ։ Բան ես անում, ինչ-որ գաղափարներ ես տարածում, հին ծանոթներիցդ մեկը կապ է հաստատում, հանդիպում եք, գաղափարները տալիս ես նրան, նա հղում չտալով, նկարահանվում է և մի հաղորդման ժամանակ խոսելիս հղում չի տալիս, չի ասում, որ կենասից է լսել այդ գաղափարները։ Մեռնում են ախպեր, չեն տալիս այդ հղումները։ Զզվել կարելի է, էլի ես հայաստանյան ես իրականությունից։ Ես էլ անդրադարձ չեմ կատարելու։ Ցուրտ էլ է իմիջայլոց, արդեն դողում եմ։ Ավելի շատ ես բարկանալուց է, բայց հանգիստ հնարավոր չէր խոսել, այլևս հնարավոր չէ։ Եվ սա վերջին եւ վերջնական ասելիքն է։ Հայեր, տիպիկ հայեր ջան։